Հավատքի բանկի գրքույկը Չարլզ Սպերջեն, օր նոյեմբերի 13։ Ահա Իսրայելի պահապանը չի ննջի և չի քնանա։ Սաղմոս 121 գլուխ 4 խոսք։ Եհովան Իսրայելի պահապանն է։ Նրան երբեք չի տանջում անգիտակցության որևէ ձև, ոչ թեթև քնով, ոչ էլ խորը քնով։ Նա երբեք չի դադարում հսկել իր ժողովրդի տունն ու սրտերը։ Սա բավարար պատճառ է մեզ համար, կատարյալ խաղաղության մեջ հանգստանալու համար։ Ալեքսանդրն ասաց, որ քնել է, որովհետև իր ընկեր Պարմենիոնը հսկում էր, որքան ավելի կարող ենք մենք հանգիստ քնել, քանի որ մեր Աստվածն է մեր պահապանը։ Ահա բառը այստեղ օգտագործվում է որպես ուշադրությունը խրախուսական ճշմարտության վրա հրավիրելու համար։ Իսրայելը բարձի փոխարեն քարի վրա քնած էր, և նրա Աստվածը արթուն էր և երազում հայտնվեց իր ծառային։ Երբ մենք անպաշտպան ենք պառկում, Տերն ինքը ծածկում է մեր գլուխը։ Տերը պաշտպանում է իր ժողովրդին, ինչպես հարուստը պաշտպանում է իր գանձը, ինչպես զորապետը պաշտպանում է ռազմական քաղաքը, ինչպես պահակը պահպանում է իր միապետին։ Ոչ ոք չի կարող վնասել նրանց, ովքեր այսպես պաշտպանված են։ Ես իմ հոգին հանձնում եմ նրա սիրող ձեռքերին։ Նա երբեք չի մոռանում մեզ, երբեք չի դադարում ակտիվորեն հոգ տանել մեր մասին և երբեք չի դադարում պաշտպանել մեզ։ Տեր իմ, պահպանիր ինձ, որպեսզի չմոլորվեմ, չընկնեմ և չկորչեմ։ Պաշտպանիր ինձ, որպեսզի պահեմ քո պատվիրանները։ Քո անդադար հոգատարությամբ թույլ մի տուր, որ քնեմ ինչպես ծույլը և չկորչեմ ինչպես նրանք, ովքեր քնած են մահվան քնի մեջ։